Parevsiz sireli edevatlarız. Himatsezi Zabel Yesayayın faizeyinet unetat engerut yanmasın entersunler bidığına faizen amaranot yego engeruyumune. Faize. Nun darin okosto samsun merharevandunem varsıvetsav. Kokonam երբ վերադարձող գովերուն գատը գգտեր մատներուն արագ եւ ռիթմիկ շարժումներով մորակրոջս հայտնեց որ քալիկ վարսվորները թրկույներ են քանիմոր յետքը թրկույները եկա անոք երկու հոգի էին դարեցկիմը եւ հազիվ 15 տարեկան աղջիկը Ֆայզե դարի առաջ հայրը գործընծուցեր էր թոքախտել Եվ մայրը գրգին ամուսնացեր էր։ Անիգան իհար և դժգույն աղջիկ մներ, սև երազուն աչքերով և պարակ հոնքերով, որը կմիանային իրարու թեթև աղվամազով մը։ Առաջին օրեն մեն նայվածները իրարու անտիբեցան, փոխադարձ հետաքրքրությունով և շուտով արիտը կդան իրարու հետ ծանոթանալու։ Դարեցկինը մեծ մայրն էր, ան արավոդեն մինչև իրեգուն, ան տատար գկանքադեր չար պախտեն, որ զինքը հարգատրեր էր կալ մալտեպե այդ անշուկ ամարանոցը թորնուիին պատճարով։ Ան գկանքադեր դակեն, մժեղներեն և թրգից ախորները արդաշնչվող հոդերը։ Իրիկնային ժամերում, երբ կայիշ դաղի գողմե զով սյկը գպիչեր, Ֆայզեի մեծ մայրը գուկար, գնստեր, բադին գրտնած նստարանի մը վրա, կոկանային հետ կողքի և անոր գբատմեր իր դերդերը։ Կոկոնան անընդատ կույսեր և բարապ տրկույին անընդատ գծխեր։ Այդ շադախոս գինորունքով լուր նստած իրարու գնայեինք, կարծես իրար գհարցու փորձեինք։ Ֆայզե գլխուն վրա գգրեր ջերմակ կողմը, որ ասեղնակորձված էր ճակտին վրա։ Օրմը ինձ նվիրեց նման կողմը, որպես սիգարենակ միասին ու դույդի երտալ ծովեզերկը։ Այդ օրեն սկսյալ միասին գերտայինք այքիներն ու բարդեզները, գերտայինք արդերը, ուր քյուղացիները իրենց ծորերը գգալսեին։ Գնստեինք գալսին վրա և շուրջանագի գտարնայինք ծորենի տեզերուն շուրջ, գիզիչ արևունդակ։ Հետո գերտայինք թեպի սիտենիները քյուղին սահմանին վրա, ուր գևդիտ արումը գիչներ թեպի ծով։ Սիտենիի մդակ նստած մինչև ուշադեն գխոսակցեինք։ Ֆայզե շարունակական հուզման մեջ էր, ան հուզմունքով գխոսեր ամեն բանի վրա, մանավանդ մորը գրգին ամուսնության մասին, որ զինքը շատ վշտացուցեր էր։ Ֆայզե փծախնդիր հոգացություն ուներ իր գեղեցկության, մորտին պապկությունը բահբանելու, արտուզատին և այս կարգի բաներու մասին։ Բզդիկ հայելիիմը հաջախ կտիդեր իր թեմքը և կողոնակությամբ գժպտեր։ Իրիկունը հանգարդ երկուքս մեկ զգացինք օդար մարդումը ներգայությունը։ Ոտքի ելանք և ետև դառնալով տեսանք փոգոդն և թուղ երիտասարդը, որ ֆեսը մինչև հոնքերը իջեցուցած քիշադիչ աչքերով մեզ կտիդեր։ Ցերկը բռնած էր նոր գդրված ձարիմը ոստ, որ երբեմն գզարներ ծիտենիիմը փունին։ Դեղը ամայի էր և բավական հերու քյուղեն։ Առաջին անգամ իրական սարսափը գրավեց հոգիս։ Մարդը թանթախ կայլերով մոտեցավ մեզ և թրկերեն լեզվով ժամը հարցուց։ Այնադեն Ֆայզե հրամայեց մարդուն, որ
կանքարն է։ Մարդը գեցավ, եւ մենք շտաբով հեռացանք։ Երբ ծովեզեր կասանք, սկսանք վազել առանց ետև նայելու եւ շնչասպար վիճակի մեջ հասանք քյուրին առաջին տուները։ Հույն երեխաներ գխաղային աստին անտին, ցգնորսին ավեր մեղմորեն գծպային իրենց դեղերուն վրա գապված նավամադույցներու կերաններուն։ Հունական ընդանի պարպարը գլսվեր ամեն գողմերը։ Այն ադեն գանք արինք և նստեցանք շունչ առնելու համար։ Ես հիացած գնայեի Ֆայզեին, աննսավ խուլ ցայնով։ Գուզեր մեզ բռնապանել։ Թուրքեր հարցուցին։ Իհարկե ըսավ Ֆայզե շնչած ցայնով։ Որոշեցինք այլևս երբեք չեր տալ ամայի վայրել և բադահածը ծածկել մեր ծնողներեն, որբեսի արկել չլան մեր ազած բդույթներում։ Նահատ բեյ Ֆայզեի մոր եղբայրը հաջախակի գուկար։ Հազիվ 30 տարեկան անթուղ երիտասարդ մներ, որուն ակնոցներուն ետևեն սև աչքերը խոր թախից կարդայդեին։ Ան գխոսեր մեղմորեն և գվարվեր ամենուն հետ անխդիր ձայրահեղ քաղաքավարությամբ։ Ֆայզը շատ կսիրեր մոր եղբայրը և հաճախ կխոսեր ինձ անոր մասին։ Մենք այլևս գիտեինք իր ժամանման օրերը և ժամը ու Ֆայզեի հետ կերտայինք կայարան թիմավորելու։ Երբ քնածքեն իջնող մարդոց մեջ կնշմարեինք իր ակնոցները, ուրախությամբ կվազեինք դեպի ան։ Նահատ բեյ մեզ գժպտեր և նիհար ցերկը դանելով ֆեսին գպարևեր հարկանքով։ Հետո ովևէ բادرվագով մեզ մեկը հերանար և մեզ գբադվիրեր դուն թարնալ և ջամփաներուն վրա իրեն չսպասել։ Մենք դժգամությամբ կգադարեինք իր բադվերը և օրմը ես ինքս փողոքեցի։ Այն ադեն երիտասարդ բժիշկը ընթոց դարձավ ինձ և հառաչեց և ըսավ. ուրեմն քյուչիկ հանım ճշմարտապես ուրախ ես ինձ տեսնելով։ Ֆայզեի հայրը սխալմունքի հետևանքով քաղաքական հանցանքով աքսորվել էր Սինոպ, ուր վաստակեր էր այդ հիվանդությունը։ Իրենք դարիներով քաշ եկել էին թռները, ինգեր էին աժեմին, չաժեմին, ոտքը և վերջապես հաջողել էին ստանալ աքսորական շնորհը։ Բայց Ֆայզեի հայրը վերադարձել էր անճանաչ, ֆիզիկապես և բարոյապես և դարիմը առաջ մեռել էր, մինչև վերջին շունչը խեղդվելով զայրույթ է։ Իրիկվամը վերջապես Նահատ բեյ և հայրս հանդիպեցան իրարու, ինչ-որ փուրն կերպով գցանգայի։ Թուրք բժիշկը մեծ վստահությամբ խոսեցավ հորս հետ ընդհանուր թշնամիին սուլտանական բռնապետության դեմ և նկարագրեց, թե ինչպես գավառներում, նույնիսկ մայրաքաղաքի մեջ թուրք երիտասարդությունը ենթարկված էր անողոք հալածանքի։ Անհամար ուսանողներ զոհկացել էին և անհամար ուրիշ երիտասարդներու գլխում սպառնալիք կախված էր։ Ամեն կողմ լրտեսներ կվխտային, նույնիսկ տուներու մեջ եղբայրը եղբորը չէր կրնար վստահիլ։ Պարզ կասկածի վրա ձերբակալվածները անհետ կգործվեին։ Շոգենավը կլեցնեին աքսորականները և Սարայ Բուրնուի փակ ծովը կտապեին այդ թշվառները, որոնք կանհետանային հոսանքին մեջ։ Թուրք բժիշկը այս բոլորը պատմելով ալ ավելի կտխրեր և ադենը կհառաչեր։ Յազık bize յազık։ Հասկացա, որ հայրս տեղյակ էր այդ դեպքերում և լրջությամբ մտիկ կներ։
Ես կսպասեի, որ հայրս հարցում ուղեր նաև Անադոլիի մեջ հայերուն բադահած դեպքերու մասին, բայց հայրս լրությունը կբահեր։ Վերջապես բժիշկը ինքնաբերաբար անդրադարձավ այդ խնդրին։ Անշուշտ տեղյակ եք, ըսավ անհորս, թե ինչեր կբադային հայաբնակ գյուղերու մեջ, ինչ զեղզումներ, ինչ աբորինե արարքներ, բայց թուրք գյուղացիներն ալ ենթարկված են նույն դերեբեիներու անխիղճ կեղեքումներու։ Ամբողջ խնդիրը այն է, որ միանանք եւ միացած ուժերով դաբալենք բռնապետությունը։ Հայրս լուր գլսեր։ Բժիշկը որոշ չափով հուսախաբ հորս լուրուտենեմ խոսեցավ իմ եւ Ֆայզիի առողջության մասին։ Իր գարձիկով նույն հիվանդութենեն գդարաբեինք համարող անարինություն։ Եվ ինձ դառնալով գսիրեկսավ նավագով բդույթներ ծովում վրա, սա իմ վաղիմի երազս էր եւ երախտաբարձությամբ ժպտեցա բժիշկին։ Անկամ մնալ անոր դխուր աչքերը սևերեցան իմ վրաս, անիգախոր հարաճեց եւ դառնալով հորս ըսավ. Երբ արդյոք մեր եւ ծեր միջև գանկնած բատնեշները պիտի կանթվին, հայրս դարձյալ լուր մնաց։ Այո, սիրելի հետևորդներս, Ֆայզեի հետ ծանոթացումը այս կամ դարձյալ տեսնվելու հույսով ցտեսություն։